Այս սրվակում Հայաստանի ինդերքից արդյունահանված նավթն է, այն եզակի նմուշը, որը թույլ է տալիս հուսալ, գուցե հայրենի հողի տակ սև ոսկի կա։ Սրվակը երկրաբանության թանգարանում է։ Ռաֆիկ Միրիջանյանը հիշում է, Հայաստանում նավթի եւ գազի հետազոտական աշխատանքների խորհրդային փուլը սկսվեց 1947 թվականից եւ որոշ ընդհատումներով շարունակվեց մինչեւ 91 թվականը։ Առաջին հորատումներին որպես գեոֆիզիկ մասնակցեց նաեւ ինքը։ Հայաստանի համար շահավետ էր այդ նավթի ու գազի փնտրտուքի աշխատանքները, որտեղ ի վերջո անկախ նրանից մենք դրական արդյունքի կհասնենք թե չէ, այդ հորատման աշխատանքները բերում են ընդերքի ուսումնասիրության բարձր աստիճանի։ Խորհրդային տարիներին նավթ որոնում էին բացառապես պետական միջոցներով։ 45 տարվա ընթացքում 208 հորատանցք է բացվել։ Ռեկորդային խորությունը 5 կիլոմետրն է եղել։ Արդյունքում հայտնաբերվել են մինչև օրս շահագործվող աղաբեր շերտերը։ Նավթի քանակն արդյունաբերական իմաստով անօգուտ է եղել։ Մի քանի տասնյակ, ասենք լիտր ծավալի նավթ, ասենք որոշակի ժամանակում, ասենք օրվա ընթացքում կարելի է վերցնել, բայց այդ ծավալը երբեք չի արդարացնի այն միջոցները, որ կծախսենք ու կստանանք։ Մեր երկրի տարածքում նավթ ու գազ փնտրում են նաև անկախ Հայաստանի օրոք, բայց ոչ թե պետական, այլ ներդրումային ռեսուրսներով։ Առաջինը հայ-ամերիկյան համատեղ ընկերությունն էր։ 1997-ին Գառնիի մոտակայքում նույնիսկ 3.5 կիլոմետր խորությամբ հորատանցք բացեցին, բայց նավթի փոխարեն տաք ջրի աղբյուր գտան։ Նավթի եւ գազի հետախուզման աշխատանքները ռիսկային են ու հսկայական ծախսեր են պահանջում։ Միացյալ Նահանգներում օրինակ միջինում ամեն 7-րդ հորատանցքում է նավթ լինում։ Թեև Հայաստանում դեռ նավթի մեծ պաշարներ չեն հայտնաբերել, բայց միջազգային անկախ փորձագետները փաստել են։ Մեր ընդերքում գոյություն ունեն ածխաջրածինների պաշարների հիմնավորված նախադրյալներ, ու հենց դա է, որ շարունակում է ներդրումներ բերել։ Այսօրվա դրությամբ մենք ունենք 3 ընկերություններ, որոնք հանրապետությունում իրականացնում են նավթի եւ գազի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ։ Հայաստանի տարածքը պայմանականորեն բաժանված է 6 արտոնագրային տեղամասերի։ Արտոնագիր ստացող ընկերությունը 100%-ով իր վրա է վերցնում ֆինանսավորումն ու ռիսկը։ Հայաստանը միայն տրամադրում է իր ընդերքի տվյալ տեղամասը ուսումնասիրությունների համար։ Հաջող ավարտի դեպքում ըստ պայմանագրի պաշարը բաժանվում է պետության եւ մասնավորի միջև։ Դա կախված է հայտնաբերված կամ արդյունահանվող նավթի կամ գազի քանակից, տարբեր դեպքերում տարբեր հարաբերակցություն։ Մինիմումը 50-50, մաքսիմումը 99 եւ 1 ընկերությանը 1%։ Գեոֆիզիկ Մարիամ Սարգսյանը Հայաստանի տարածքում նավթ է փնտրում արդեն 16 տարի։ Վերջին 5 տարին կոորդինացնում է Black Stars Energy ընկերության աշխատանքները Հայաստանի տարածքում։ Իռլանդական այս ընկերությունը նավթի պաշարներ է գտել Աֆրիկայում, իսկ հիմա ներդրողներին հրապուրում է Հայաստանում նավթի ու գազի հավանական պաշարներով։ Սևանում, Եղեգնաձորում, Վայքում եւ Սյունիքում 5 տարվա ուսումնասիրությունների ընթացքում այրոնկարներ են պատվիրել, երկրաբանական հետազոտություն արել, ապարներն ուղարկել նաև Անգլիայի առաջատար լաբորատորիաներ։ Մնացել է ամենակարևորը՝ սեյսմոհետախուզությունը, որը կսկսեն 1 ամսից։ Մինչև սեյսմիկա չարվի, հստակ ոչ մեկ ձեզ ոչ մեկ չի կարող ասել կա թե ոչ։ Միայն սեյսմոհետախուզական աշխատանքներից հետո կարելի է պարզել հորատումը իմաստ ունի թե ոչ, եւ միայն հորատումից հետո կպարզվի։ Մենք կարողանանք նավթը գտնել թե ոչ։ Այս դարակներում ընկերության 5 տարվա աշխատանքն է, ուսումնասիրությունների արդյունքները զեկույցների, քարտեզների ու լուսանկարների տեսքով։ Կենտրոնում փոքրիկ շշով հույսն է։ Անգլիայում վայքի տարածքից վերցրած ջրի գեոմագնիսական անալիզը պարզել է նավթաջուր է։ Հույս ունենք, որ մի փոքր ավելի խորը տարածքներում այդ նավթը մեզ է սպասում, մենք պետք է անպայման իրան գտնենք։ Ցոլնե Միքայելյան, Հայարփի Միքայելյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։